իշխանության պատգամավորներ, որ ասում եք մեր զինված ուժերը, մեր բանակը, ո՞րն է ձեր բանակը, ո՞րն է, բանակ, որը կենսագրություն չունի, վստահ եմ որոշները այստեղ տղեկի ծառայել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, ջրվել է, զրոյացվել է այդ ձեր կենսագրությունը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատմություն չունեն, այստեղ Սասուն Միքայելյանն է նստած, Սասուն Միքայելյանի ղեկավարած հասարակական կազմակերպությունը ջնջված է բանակից, 22 թվականին պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից ջնջել են ազատամարտի պատմությունը, 5 տարյա պաշտպանության նախարարությունը կռվի, սկզբից ֆռցնում էին, թե կամպյուտերն է, ինչ-որ ծրագրային սխալ է, ջնջել են, քննիչ հանձնաժողովներ, պաշտպանության հանձնաժողով անցնող 19 թվից 2 քննիչ հանձնաժողով է ունեցել, երկուսն էլ քաղաքական նպատակով, ոչ թե պատմության բացահայտման, հիշում եք ապրիլյան քարորիայի քննիչ հանձնաժողովը ոնց է ստեղծվել, Նացականյան Լևոնի վրա Նիկոլ Փաշինյանը ջղայնացել էր, մտել էր լայվ, հաջորդ օրը Լևոն Մնացականյանին Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին պաշտոնազրկեցին, դրանից հետո քաղաքական մեծամասնությունը որոշեց ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծի։ Գաղտնի է, ափաթափալ պատերազմի օրերին է, չէ՞ պարոն Քոչարյան, կարծեմ ներկայացրեցին այն խորհրդարան պրծան։ Այս 44 օրյայինը մենք դեմ ենք, չմասնակցեցինք, չէինք հավատում դրա օբյեկտիվությանը, 100 անգամ խոսեցին, վերջում ինչ եղավ։ Այդ զեկույցը կա թե չէ, Անդրանիկ Քոչարյանն ասում էր կա, Ալեն Սիմոնյանն ասում է չկա, ասես մնացել է